Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Թբիլիսիում կայանալիք Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովից առաջ արդյունավետ բանակցություններ ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեի գրառումը, ինչ են քննարկել զրուցակիցները։ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Այսօր Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը։ Չնայած Բաքվի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման վերաբերյալ միջազգային հանրության ու Հայաստանի իշխանության դրական արձագանքին, խորհրդանական ընդդիմությունը շարունակում է արժեզրկել տեղի ունեցածը։ Թեման ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկումների առանցքում էր։ Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսել է Ժնևում անցկացված միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման մասին։ Նիստից հետո տեղի է ունեցել նաև օրենսդիր գործադիր մարմինների հարցուպատասխանը։ Պատգամավորների հարցերի մեծ մասը այս անգամ վերաբերել է ներքաղաքական ու ներհասարակական խնդիրներին։ Մանրամասները տեսանյութում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզայցի ընթացքում տեսակցել է հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց։ Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը և իրավունքների ապահովման վիճակը։ Թբիլիսիում կայանալիք Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովից առաջ արդյունավետ բանակցություններ ունեցա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեն։ Մենք քննարկեցինք կարևոր երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Վստահ եմ, որ այս հանդիպումը կհզորացնի Վրաստանի ու Հայաստանի գործակցությունը, նշել է նա։ Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Իռակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Թբիլիսիում կայացած Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ևս հայտարարել է, որ Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումների վերացումը նպաստում է վստահության վերականգնմանը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն գործակցության ապահովման համար, ընդգծել է Ասադովը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր քայլ է որակել Ադրբեջանի իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստանը ներմուծվում հացահատիկ։ Այսօր Թբիլիսիում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի ելույթի կարևոր շեշտադրումները ներկայացվող տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան էր հրավիրված մասնակցելու Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ Հայաստանն ու Վրաստանը ակտիվ երկխոսում են, ընդգծել են երկու երկրների ղեկավարները։ Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցի քննարկման առանցքում է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման թեման։ Կոբախիձեն կրկին ողջունել է խաղաղության հաստատման փաստը և վստահություն հայտնել այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան, Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովի ելույթում։ Այս գործարքի համար վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած երկխոսության արդյունքում սահմանի բացումը կարող է հնարավոր դառնալ։ Մինչ այդ նշեմ, որ մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով,
բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Քաղաքական առումով Հայաստանը պատրաստ է երկաթուղային տարանցում ապահովել Թուրքիայի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև, բայց այդ հատվածներում երկաթուղի նորոգման կամ վերակառուցման կարիք ունի։ Վարչապետը վստահեցրել է, տեխնիկական հարցերը 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաեւ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն, ինչպես ասացի, կապահովվի նաև երկաթուղային եւ ավտոտրանսպորտային կապը։ Այս ամենը քննարկման մեջ է Trip Route ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով միջազգային հետաքրքրությունը կենտրոնացված է Հարավային Կովկասի վրա։ Ստեղծված հնարավորությունը կապիտալ է, որը Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է ճիշտ օգտագործեն։ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Trip Route նախագիծը, Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին հյուսիս-արավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու, մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։ Ստեղծված պատմական շանսը ճիշտ օգտագործելու դեպքում Նիկոլ Փաշինյանը վստահ է կարող են ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ եւ զարգացող Հարավային Կովկաս։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նույնպես անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացմանը, նշելով, որ Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերին։ Ժնևում Ադրբեջանի եւ Հայաստանի խոսնակների հանդիպումը ոգեշնչող է։ ԵՄ-ն ողջունում է Շիրակ Կարս երկաթուղային գծի վերականգնման վերաբերյալ Հայաստան-Թուրքիա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Ասել է Գրոնոն, չնայած Բաքվի կողմից Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման վերաբերել միջազգային հանրության ու Հայաստանի իշխանության դրական արձագանքին, խորհրդարանական ընդդիմությունը երեկվանից շարունակում է քննադատել ու արժեզրկել տեղի ունեցածը, թեման ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկումների առանցքում է եղել։ Ցորենը Ղազախստանից ավելի էժան է գալու, քան գալիս է Ռուսաստանից կամ եթե գար Ուկրաինայից։ Այսպես արձագանքեց ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանի դիտարկումներին, թե ցորենը ոչ թե երկաթգծով է անցնելու Ադրբեջանի տարածքով եւ մտնելու է Իջևան, այլ գալու է հասնի Վրաստան եւ Վրաստանով մտնի Հայաստան։ Ռուբինյանը հիշեցրեց, չեղած երկաթգծով ոչ միայն հացահատիկ, ոչինչ հնարավոր չէ ներկրել։ Ինձ տպավորություններ, որ Ադրբեջանից ուղիղ Հայաստան պետք է մտնի Իջևանի երկաթգծով։ Սիրելիներս, Իջևանի երկաթգիծը քանդած է։ Ինչպես եւ պարոն Սուքիասյան, խնդրում եմ պարոն Սուքիասյան, մի վարքան, պարոն Խաչատյան եւ պարոն Սուքիասյան, լռեք։ Իջևանի երկաթգիծը չի գործում։ Մի վարքան, չէ, ես նայում եմ, որ Գեգամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող այս բան երկաթգծով ահնար է բան ներկրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը քանդել են, մետալալում են հանձնել։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց, որ կողմ են ապաշրջափակմանը, սակայն իրենց պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա գործարկումը։ Բացի այդ, հոռետեսորեն կրկին մեջ բերեց Ալիևին եւ ակնարկեց նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որ հետո հեշտությամբ գրավի տարածքներ։ Ռուբինյանը խնդրեց ի վերջո կողմնորոշվել։ Պարոն Խաչատրյան, որ ասում եք նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին։ Լավ, որ մեջ բերում եք դասականին։ Շատ լավ, բայց մի հատ դուք կողմնորոշվեք, այսինքն Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, դուք գալիս ասում եք, ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է Ադրբեջանից, քանի որ հնչում են ռազմատենչ հայտարարություններ։ Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք, ահա, սա նրա պատճառով է, որովհետև նվաճողը սիրում է խաղաղություն։ Այսինքն ձեզ գոհացնելու ձև չկա, հա, ընդհանրապես։ Թե իրականում կա ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, որը, ինչպես խոսվում է,
կողմը լալով դեմը լալն է։ Իդե պարոն Մանուկյանը ասում է որտեղից է դա հայտնվել, եթե ես ճիշտ գիտեմ, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը հայտնվել է 90-ականների սկզբին, երբ որ Դաշնակցությունը չէր կարողանում ուղիղ ասել, որ ինքը դեմ է անկախությանը, ասում էր մենք կողք ենք, բայց ու մի 10 հատ փաստարկի բերում նրա օգտին, որ Հայաստանը անկախ չպետք է լինի։ Տեղից է ծնունդ առել, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը։ Բաբկեն Թունյանը ընդդիմադիրների դժգոհ ելույթներից եւ երեկվանից սոցցանցերում արված բազմաթիվ հակասական գրառումներից հետո հարց ուղղեց նրանց։ Ի վերջո, Հայաստանի համար դրական զարգացում է տեղի ունեցածը, թե ոչ։ Երեք պարզ դարձավ, որ վերջին երևի 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան։ Ես երեկվանից կարդում եմ արձագանքները ու անկեղծ ասեմ, այդ մասին գրառում եմ արել, բայց մի հատ էլ ասեմ, զարմանում եմ, որովհետև ոնց որ վատ բան է տեղի ունեցել։ Հետո այդ գրառումը կատարելուց հետո երեկոյան նայում էի Տիկին Վարդանյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որտեղ Տիկին Վարդանը ոչ մի դրական բան չի տեսնում այդ ամենի մեջ։ Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ առավելևս ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում նաև տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր կենալ եւ ուղիղ առանց մանևրելու ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ, շնորհակալություն։ Ընդդիմությունից պատասխանները կրկին միանշանակ չէին։ Պատգամավորները պնդում են, որ ցորենի մատակարարումը որպես ապաշրջափակում ներկայացնելը կեղծիք է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ պատասխանեց մեղադրանքներին։ Ապաշրջափակում է, թե ոչ, միևնույն է։ Ընդդիմադիրները դեմ են խաղաղության տանող ցանկացած փոփոխության։ Դուք դեմ եք խաղաղության օրակարգին, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի, որը լավ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար եւ դուք առաջնորդվում եք որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Սա է ձեր քաղաքական ինքնությունը։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Բաքուն ակնկալում է, որ տրիպ նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի, այսօր Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ Բաքվում համատեղացուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը, նշելով, որ այս նախաձեռնության իրականացումը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Նա նաև ասել է, թե տեղյակ են, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև տրիպ նախագծի իրականացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սայիբա Գաֆորովայի հետ հանդիպման մասին։ Նա որոշ մանրամասներ ներկայացրել այդ հանդիպումից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում եւ դրական քայլ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունն առայն, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով Հայաստանի բեռների տարանցման սահմանափակումները։ Ակնհայտ է, որ այո, խաղաղության հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է եւ պետք է ասեմ, որ վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարևոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Ազգային ժողովի նախագահն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը եւս դրական է գնահատում, նշելով ադրբեջանցի գործընկերոջ հետ երկուստեք եկել են այն ընկալման, որ իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Փակագծեր չբացելով ազգային ժողովի խոսնակը միայն հայտնեց, խոսքը հեռավոր ապագայի մասին չէ։ Այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ էր։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց
Հնարավոր չէ, ասած ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցել մեր վրա։ Ըստ Ալեն Սիմոնյանի Ժնևում անցկացված միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գերիների պահվող անձանց վերաբերյալ հարցերին։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, երբ որ եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է։ Հարցին ինչու է Ալիևը օգտագործում միջանցք բառը Սիմոնյանը պատասխանեց, դրա մասին հարցրել է, ինչինի պատասխան հնչել է։ Միջանցք բառի մեջ վատ բան չկա, ուզում են, որ Ադրբեջանի միջով տնտեսական միջանցք անցնի։ Իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասել են, տարածքն այդպես է կոչվել, դրա համար են այդպես կոչում։ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Հայաստան կգա։ Թող իրանց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրանց մոտ, ես էլ կգնամ, իրանք էլ կգան, բայց կան հարցեր, որոնք որ պետք է այնուամենայնիվ քննարկենք մինչև այդ գալը։ Ոչ միայն անվտանգության հարցեր, նաև մեր պահվող անձանց հարցերը, օրինակ ես մի քիչ դժվար է մեր համար գնալ ընտեղ, որովհետև հասկանալի է, որ ոնց գնաս ընտեղ, միևնույն ժամանակ գիտես, որ պահվող անձինք կան։ Եթե մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, ապա պետք է լինեն նաև ուղիղ քաղաքական շփումներ տարբեր մակարդակներում, ասում է ազգային ժողովի նախագահն ու հավելում. խոսակցությունը եղել է զուսպ, առանց էմոցիոնալ կամ քարոզչական երանգների։ Ալեն Սիմոնյանն ընդգծում է, որ նման հանդիպումները չեն նշանակում հարաբերությունների ձևական բարելավում, այլ դրանք միջազգային պրակտիկայում ընդունված շփման ձև են, որոնք կարող են նպաստել վստահության աստիճանական վերականգնմանը։ Հաջորդիվ խոսելով ներքաղաքական զարգացումներից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, Հայաստանում որևէ մեկի խոսքի ազատությունը չի սահմանափակվում։ Բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, բերդի համար տեղ կգտնվի։ Սիմոնյանի խոսքով իրենց էլ են մեղադրում, թե ինչու այս կամ այն մարդը բանտում չէ։ Իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են, թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց։ Այնուամենայնիվ Գյումրու քաղաքապետի ձերբակալումն ըստ Ալեն Սիմոնյանի մեկ ուղերձ ունի։ Կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որևիցե ձեւով քաղաքական մանդատը իրան չի փրկելու, ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացիոնը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված, չի փրկելու մեռանք ասելով։ Ոչ էլ էս դահլիճն է փրկելու։ Ինչքան ասենք այդ մարդկանց, չի լինելու։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի նիստից հետո տեղի է ունեցել նաև օրենսդիր գործադիր մարմինների հարց ու պատասխանը, պատգամավորների հարցերի մեծ մասն այս անգամ վերաբերել է ներքաղաքական ու ներհասարակական խնդիրներին, մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին հունվարի 1-ից այլևս կրճատվելու է պարտադիր զինծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն 1.5 տարի։ Կառավարության սույն փոփոխությունը արժանացել է հասարակական դրական արձագանքի, սակայն ընդդիմությունը սովորույթի ուժով քննադատում է անգամ նման բարեփոխումը, այն հրամցնելով որպես իշխանության նախընտրական քարոզչություն։ Այս միտքը նոր միտք չէ։ Նախ խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճե որոշումներ ընդունելու եւ նախընտրական ինչ-որ գործողություններ կատարելու մեջ, կարդան կառավարության ծրագիրը։ Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայություն։ Դա սևով սպիտակի վրա գրված է, կարելի է հիմա կարդալ։ Նախագծի հիմքում դրված է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կերպափոխման գաղափարը, այսինքն երկարաժամկետ նպատակով ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, շարունակեց Պաշտպանության նախարարը։ Ազգային ժողովը շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։
Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր Պաշտպան հայրենիաց ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Այսինքն խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է։ Այս համատեքստում Պապիկյանը անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հետևանքով զինվորները չեն հասցնելու պատշաճ պատրաստվածություն եւ բավարար հմտություններ ունենալ իրենց առջև դրված ծառայողական խնդիրները լուծելու համար։ Շարքային ժամկետային զինծառայությունը երբ մեկնարկում է, մեր զինվորների պատրաստությունը տևում է 4.5-ից 6 ամիս։ Այնուհետև նրանք անցնում են իրենց հիմնական ծառայությունը, որը բնականաբար փորձի կուտակում է։ Ու ասել, որ մենք խտացնելով պակասեցնում ենք նրանց փորձը կամ սովորելու հնարավորությունը, նույնպես իրականության հետ որևէ աղերս չունի։ Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մասնակցելու է եկեղեցու կարգալույծ արված Տեր Արամ Քահանա Ասատրյանի հրավիրած Սուրբ Պատարագին։ Քահանան կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի որոշմամբ։ Այն բանից հետո, երբ իր մտահոգություններն է հայտնել բարձրաստիճան հոգևորականների շրջանում, այսպես ասած, անառողջ մթնոլորտի ու առկա խնդիրների մասին։ Մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք եւ դա աներկբա է։ Մյուս կողմից հարցը հետեւյալն է, որ հանրության արժեքների էպիկենտրոնը աղտոտված է, ինչպես է հնարավոր, որ դա տեղի ունենա։ Այս իրադարձությունները, որոնց ես հետևում էի, եկան համոզելու ինձ, որ Հովհաննավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է եւ ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ամբողջ այդ վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք այս ընթացքում Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը եւ դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել։ Ապա անդրադառնալով նաև Տեր Արամ Քահանայի նկատմամբ իրականացվող քայլերին, Փաշինյանը նշեց. Կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Եվ այլն եւ բազմաթիվ նա հանրության շատ հարցերի պետք է, նա ոնց կարա մարդ կարգալույծ անի, ինքը կարգալույծ է։ Ինքը ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի։ Ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Հոկտեմբերի 22-ից պաշտոնապես մեկնարկել է այս ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Իշխանությանն ուղղված հերթական մեղադրանքը վարչական ռեսուրսի չարաշահումն է։ Արգիշտի Մեխակյանին ժամանակավորից հիմնական քաղաքապետ դարձնելու ուղղությամբ։ Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։
Եվ սա եղել է եւ կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելով ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Վաղարշապատից հետո Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումն ու դրանից հետո հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում ստեղծված իրավիճակը վերջին օրերի ամենաթեժ քննարկվող թեմաներից է։ Այդ ամենի վերաբերյալ հանրապետության ղեկավարին եւս падգամավորները հարց ուղղեցին։ Ասում են Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Իմ մտքերի Վարդան Ղուկասյան ձերբակալվել է իր մտքերի եւ գործողությունների պատճառ։ Իմ միտքը ինչ կապ ունի այդտեղ։ Իմ միտքը կարա օգտագործվի իմ դեմ։ Իմ միտքը ո՞նց կարա օգտագործվի ինչ-որ մեկի դեմ։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը վրդովվեց այն բանից հետո, երբ կրկին խոսվեց պետություն եկեղեցի առճակատման մասին։ Եկեղեցու դեմ արշավ չկա ու չի կարող լինել, պնդեց նա։ Միաժամանակ շեշտելով իրենց պայքարը հայ առաքելական եկեղեցին ու հոգևոր արժեքները պղծողների դեմ է։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը հոգևոր հոտը իրավունք չունենա որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես մեր եկեղեցին էլ ոչ թե մեր եկեղեցին, այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ, ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդի հետ։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շիրակի մարզայցի ընթացքում տեսակցել է հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց։ Ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը եւ իրավունքների ապահովման վիճակը։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ հանդիպմանն էլ զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ։ Այցի շրջանակում իրականացվել է այց ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ՀՈՎԳ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը եւ իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդատվական է եւ հրապարակման ենթակա չէ։ Աշխատանքային այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։ Հաճախ եմ մարզեր այցելում եւ հիմնական նպատակը քաղաքացիների հետ անձամբ շփվելն է, նրանց խնդիրները անձամբ տեսնելն է, քանի որ մի բան է, որ գրասենյակում նստած պարզապես կարդում ես մարդկանց հարցերի, խնդիրների մասին, մեկ այլ բան է, երբ ինքդ տեղում ես տեսնում այն խնդիրները, որոնք ուզում են քաղաքացիներին եւ նաեւ տեսնում ես հենց քաղաքացիներին իրենց խնդիրների հետ այն միջավայրում, որտեղ իրենք ապրում են, եւ դա է պատճառը, որ մարզեր չափազանց հաճախ եմ այցելում։ Վաղուց նախատեսել էի այց ունենալ նաև Շիրակի մարզի մի քանի բնակավայրեր եւ այսօրվա մեր ամասիա հետո Աշոտք կատարվելիք այցը հենց նպատակ ունի այս բնակավայրերում, այս համայնքներում խնդիրներին ծանոթանալը։ Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ գործակցությունը, ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։ Թեև բնակավայրերի մեծ մասում եւս այս պահին աշխատանքներ իրականացվում են հանրային տրանսպորտի խնդիրները լուծելու համար, բայց մի շարք բնակավայրերում կամ բնակավայրերի միջև կապը ապահովելու համար հանրային տրանսպորտ չկա եւ իրապես անհրաժեշտ է շատ մեծ ուշադրություն դարձնել այս հարցերին։ Շատ կարևոր է զբաղվածության հետ կապված խնդիրը, որը հատկապես տարբեր բնակավայրերում, հատկապես նաև գյուղական բնակավայրերում, սահմանամերձ բնակավայրերում անընդհատ են արձանագրում, ինչի պատճառով շատ դեպքերում քաղաքացիները պարզապես լքում են իրենց բնակավայրերը եւ պետությունը եւ բոլոր իրավասու մարմինները իրապես շատ մեծ ուշադրություն պետք է դարձնեն քաղաքացիների զբաղվածության խնդիրները լուծելու հարցերին։ Այցի շրջանակներում պաշտպանն այցելել է Ամասիա եւ Աշոտք համայնքներ
արդյունքներ։ Ամասիայում տեղի ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Ջեմա Հարությունյանի հետ զրուցակիցները քննարկել են համայնքային մակարդակում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։ Ամասիայում պաշտպանն այցելել է մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն եւ գրադարան, տեղում ծանոթանալով դրանց գործունեությանն ու պայմաններին։ Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել Ամասիա եւ Աշոց համայնքի բնակիչների, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային եւ սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության, նաեւ պետական եւ համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված։ Ամասիայում առանձնահատուկ ընդգծվել են անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները, Աշոցքում ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր։ Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ գործակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար եւ հարգալից հասարակություն կառուցելու համար, նշել է Անահիտ Մանասյանը։ Բավականին մեծ քանակությամբ դիմումներ ենք ստանում, այդ թվում Գյումրիից հիմնական հարցերը սոցիալ-տնտեսական, բնակարանային ապահովության բնակավարներին են վերաբերում շատ նաև հասկանալի պատճառներով, այդ թվում աղետի գոտի լինելու եւ այլ հանգամանքներով պայմանավորված, բայց բնականաբար շատ կարևոր է նկատի ունենալ, որ Գյումրիում մենք ունենք նաև խնամքի, երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոններ, հաստատություններ եւ այս առումով էլ թե իմ այցերն են բավականին հաճախ տեղի ունենում, թե նաև մենք այս առումով տարբեր դիմումներ, բողոքներ հնդածը ստանում ենք։ Մարդու իրավունքների պաշտպանի Հայաստանի մարզեր իրականացվող աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ եւ նպատակ ունեն տեղում ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, արձանագրել առկա խնդիրներն ու խթանել դրանց արդյունավետ լուծման գործընթացը։ Այցի արդյունքները կամփոփվեն եւ արձանագրված խնդիրների կապակցությամբ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական միջուկային ուժերի վարժանքներ է անցկացրել։ Կրեմլը հայտնել է, որ դրանք ներառել են միջմայրցամաքային եւ թևավոր հրթիռների արձակումներ։ Փորձնական արձակումները վերահսկվել են ազգային պաշտպանության կառավարության կենտրոնից։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Նոյեմբերի 16-ին կայանալիք վաղարշաբաթ խոշորացված համայնքի ավականու արտահերտ ընտրություններին ընդառաջ Free News հեռուստաընկերությունը ներկայացնում է քարոզչության լուսաբանման պայմանները։ Այսպիսով Նախընտրական քարոզչության ընթացքում Free News հեռուստաընկերությունը դիմընտրությանը մասնակցող կողմերին տրամադրում է վճարովի եթեր, ամեն օր ոչ ավելի քան 15 րոպե եթերաժամանակ։ Վճարովի եթերաժամի 1 րոպեի արժեքը սահմանվում է 25000 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Քարոզչության մասնակիցների օրական չօգտագործված րոպեները կհամարվեն սպառված եւ չեն օգտագործվի հաջորդ օրերին։ Վճարովի եթերաժամը տրամադրվելու է հատուկ ընտրության նախապատրաստական քարոզչության բլոկի ընթացքում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։